Որն է ամենամեծ խնդիրը այսօր Հայաստանում։ Սա խնդիրը ազգ թանկացումը։ Դա ամենամեծ խնդիրն է։ Բա ինչ թոշակը չեն տալիս, թոշակ չի հերիքում։ Դժվար է, շատ դժվար է։ Նիկոլ Փաշինյանը։ Վերջ։ Փաշինյանը։ Շատ ուժեղ խնդիր է դա։ Այն որ լավ չի, երկիրը լավ չի, դավայ։ Ժողովրդի վիճակը, խնդիրը, ապրելակերպը, հոգեկան վիճակը, ցավը տանեմ, չգիտի այսօր երեխեն, ես ունեմ թորնիկներ, ունեմ ընտանիք, սիրուն, այսքան տարի ապրել ենք խաղաղ, չգիտես, ես քիչ առաջ լսի Ադրբեջանը պատրաստվում է զինավարժության պատերազմի հոտա գալի, էտա։ Որ մեր երեխեքը խաղաղ ապրեն։ Որ մենք քնենք առավոտը հելնենք, տեսնենք ծիծաղ ընտանիքում, ուրախություն, ասում ես ջահելները, հիմիկվա ջահելները նայում ես, խղճահարվում ես, ասում ես անընդհատ մտածմունքի հոգսերի մեջ են, ոնց կլինի։ Հայաստանի քաղաքացի չեմ, ստեղի հետ կապ չունեմ, չեմ կարա պատասխանեմ, նոր եմ եկել դրան։ Խնդիրները բազմաթիվ է, լուծող չկա ճիշտ ասած։ Ամենամեծ խնդիրը նա, որ պատերազմը առաջինը չլինի, նորից չկրկնվի։ Ախր այսքան փախստականներ կան, դու կարում են օգնենք իսոչապ, ուժերը չի հաղթում։ Անտուն օրինակ ես Ղարաբաղից եմ փախստական։ Շատ դժվար է, բայց հնարավոր են չափ շատ քիչ օգնում են, էլի, չի կարելի ասած անտեսում են, չի կարելի տենց։ Իսկ ամենամեծ խնդիրը որն է։ Ամենամեծ խնդիրն է, որ տնվոր ենք ոնում, փողը քիչ է, չենք կարող մուտենք, դե գոնե շատ քիչ, որ կայանան ծայրահեղ ապրողներին, օրինակ ես թոշակառուին, դիրեկցիոնականոց տուն ունեի ամեն ինչը, տղաս երկրորդ կարգի հաշվան համա առաջի պատերազմը 4 հոգի մի սենյակը մոնում, աղջիկս էլի մի սենյակը մոնում, ես մի սենյակը մոնում, որ հնարավորություն լիներ շատ 3-4 սենյակ, էլ ես տղուսն հատ կմանայի, թեկուզ մենք առանձին ենք ապրում, շատ դժվար է, շատ դժվար, ես աշխատում եմ կեսակրած 40,000 փող եմ ստանում, տանը վարձը 60,000 Հոսանք եմ փողը դմերը եկան պատվարա, էլի 34, 35, 20,000 մին ձևի յոլա են գոնում, աստվածանը պատերազմը չենի, մի գուցե մեր հոգսը կարենան, ինչ որ չափով օգնեն, մեր հոգսերը։ Այս քաղաքական վիճակը։ Որն է ամենամեծ խնդիրը այսօր Հայաստանում։ Հիմնականում վատ ապրելակերպը, ցածր աշխատավարձը, թոշակառուների վիճակը շատ ցավալի է, որ թոշակառուները շատ ցածր են ստանում, շատ դժվար են ապրում, շփվում եմ, գիտեմ, այո, ես մանկավարժ եմ։ Երևի են, որ իրար չենք հասկանում, հա չենք լսում միմյանց։ Իսկ սոցիալական վիճակը։ Սոցիալականը հա դժվար է իհարկե։ Բարդ է, ամեն օր մի նոր թանկացում։ Գնալով ավելի դժվարանում է իհարկե։